եղել է քննարկման առարկա վերջին 15 տարիների ընթացքում։ Որևէ նորություն այս առաջարկության մեջ ես չեմ տեսնում, բացարձակապես։ Եվ չեմ գտնում, որ երբ հասել է ժամանակահատվածը նախընտրական կազմակերպչական աշխատանքների, երբ մի քանի ամսից, 2 ամսից ընդամենը արդեն իրականացվելու են առաջադրումները, ճշտված են տեղամասերը, ընտրատարածքները, նման առաջարկություններով հանդես գալը ընդամենը պոպուլիզմի նշան է։ Եվ շատ եմ կարևորում նաև այն հանգամանքը, որ այս առաջարկությունը իրականացվում է հիմնականում ընդդիմության կողմից, եւ այդ տեսակետից ելնելով ես հասկանում եմ, որ ընդդիմությունը կարծես թե հաշտվել է այս առաջարկությամբ իր պարտության հետ, եւ պարտությունը բացատրելու ինչ որ պայմաններ է փնտրում եւ այդ պայմանները չգտնելով փորձում է այդ պայմանները ստեղծել, որ այ տեսեք մայիսին մենք կասենք, քանի որ իշխանավորները չհամաձայնվեցին, որպեսզի միայն համամասնական կարգով ընտրություններ անցկացվեն, ապա մենք դրա պատճառով պարտվեցինք։ Այդպես չի լինում։ Սա նորություն չէ։ Առաջարկությունը ես նորից նշեցի, վերջին 15 տարիների ընթացքում ընդհանրապես միշտ քննարկման առարկա է եղել եւ այսօրվա իրավիճակը ընտրությունների հետ կապված մեծամասնական, համամասնական ստեղծվել է հենց այս առաջարկության քննարկումների հետևանքով։ Բերեք չմոռանանք, որ նախորդ ընտրություններում եղել է 75 մեծամասնական, 56 համամասնական եւ դա համամասնորեն փոխվել է 41 մեծամասնական, 90 համամասնական։ Եվ սա իր մեջ նույնպես որևէ ժողովրդավարական նշույլ անգամ չի պարունակում, որ եթե ընտրությունները համամասնական չեն իրականացվում, ուրեմն այդ ընտրությունները ժողովրդավարության պահանջներից բավականին հեռու է։ Համենայն դեպս եվրոպական ժողովրդավարական պահանջներում չկա նման դրույթ, որ պարտադիր տվյալ երկրում պետք է անցկացվեն 100%-անոց համամասնական ընտրություններ կամ 100%-անոց մեծամասնական ընտրություններ։ Դա